Բարև Հայր ջան, ես երկար ժամանակ հետևում եմ ինչա կատարվում է ադրբեջանական բենզին բերելու թեմայի շուրջ ու հիմա արտահայտվելու եմ առաջի անգամ ու հենց ամենասկզբից կխնդրեմ, որ հնարավորինս տարածեք։ Մինչև այս վիդեոն նկարելը այն որ բերանից եկածն ասել եմ լրիվ այն անթասիբներին, ովքեր իրանց էշի տեղ դրած յոնջի նման ապրում են, որ հիմա էմոցիոնալ պորտկումների չտրվեմ, այլ խոսամ մենակ 4 բնույթի մասին։ Բացի էդ էլ Լեոպոլդի այս վերջի տափակ քարոզչությանն եմ անդրադառնալու։ Մի հատ լսեք այս ճենջոտ մտքերի արտահոսքը ու անցնենք առաջ։ Երեք տեսա տենց էլի, բանի բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանց մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Ես մի հատ բնութագրում տամ էլի այս կերպարին վերջապես, նոր անցնենք սրա խոսքին։ Էսի չի կարա լինի հայ մարդու առաջնորդ կամ հայ մարդու ղեկավար։ Էսի ուղղակի հայոց հողում հայերի մեջ ապրող եսիմ ղեկավարն է, ով իր դեգրադացված փնթի զանգվածին կառավարում է հայի ու Հայաստանի տուժվելու ու խայտառակվելու հաշվին, որտեվ աշխարհում այսքան չեն խորանում ով է իրական հայ, ով է հայի անվան տակ ապրող անհայրենիք ամեոբա եւ այլն ու աշխարհը մեր այս իրականությունը դիտարկում է նենց որ այս երևույթը իմ ու ձեր ղեկավարն է ու երբ երկրի ղեկավար կոչվածը բարձրաձայն ասում է զարգացած կայուն անվտանգ միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետություն այդ այլևս հռետորաբանություն չի այդ պնդում է իսկ ամեն պնդում ենթակա է ստուգման որովհետեւ պետությունները չեն որակավորվում իրանց ղեկավարների փուչիկ հայտարարություններով, այլ որակավորվում են իրական արդյունքներով։ Այսինքն, եթե դու անում ես նման հայտարարություններ, դա ուղիղ մարտահրավեր է փաստերին։ Հիմա մինչև կոնկրետ բենզինի թեմային անցնելը, եկեք մեծ ստուգենք այդ փաստերը, ու այս փաստերը, այս ստուգումը, թող ուշադրի լսեն Նիկոլին իրանց ականջներով ծապտվող այն գուլահան զանգվածը։ Ձեր Նիկոլը Հայաստանը անվանում է զարգացած։ Իբր իր օրոք Հայաստանը նենց բեսամ զարգացել է։ Ես չգիտեմ ինքն ու իր զանգվածը ինչ նկատի ունեն, երբ ասում են զարգացած, այդ իրանց կուշտ փորնա թե դեգրադացված անջատված ուղեղը, բայց նորմալ դեպքերում երկրի ղեկավարն ունենում է քաղաքական գնահատական տալու մինիմալ ինտելեկտ, գիտություն ու պատասխանատվություն, որը սրա մոտ ոչ թե 0 է, այլ -10,000։ Զարգացած երկիրը չափվում է ոչ թե խոսքերով, այլ արտադրողականությամբ, ինստիտուտներով, գիտությամբ, մշակույթով ու ժողովրդագրությամբ։ Ինչը տա զարգացած արա, արտադրողականությունն է, ամբողջ երկիրը սպառող է։ Հələ մանավանդ քո զանգվածին նայի, ինչ որ բան են արտադրում տեղյակ չենք։ Լրիվ կուտոկդ մենակ նայում է ինչ կարա էժանով կպցնի, ոնց կարա օրվա մեջ հաց փախցնի ուտի ու ումից ինչ գցի։ Ինչ ես արտադրում արա դու որ մեծ ու անհիմն փրթում ես։ Այսօր Հայաստանը արտադրում է մենակ մի բան՝ հեռացում։ Քո անթթվածին ուղեղի ապազգային դիրքորոշման ու հայակործան էությանդ պատճառով մարդիկ հեռանում են երկրից, կապիտալը հեռանում է, իմաստը հեռանում է։ Ինչ ես արտադրում դու։ Ու եթե մի բան էլ արտադրում ես, այսօր ինչն է գերակշռում երկրում, արտադրողական թե սպառողական տնտեսությունը։ Հենց խոսում ենք մենք մեզանով ոտի կանգնելու մասին, միանգամից թայֆետ ճպում է Facebook, բա մենք ոնց կարանք մենք մեզնով, բա դրսից էժան ապրանք գա, առևտուր անենք, բան։ Ուշու միտքներդ մենակ առևտուրն արա, մենակ էժանով մի բան առնեք, մերեղացնել էժանով տակ ուրիշին, բայց մեր ժողովրդի վրա կրկնակի գնով ծախեք, էդ չէ կարա դուք, էդ ես անվանում զարգացած։ Թե կրթությունը տա զարգացած, որ մենակ վկայականը կարում տա ու ոչ մի քննադատական կամ երկրի տիրոջ մտածելակերպ, որ Մեսրոպ Մաշտոցին սարքել եք QR կոդ։ Ինչն է էլի, կոնկրետ որն ես ասում զարգացած։ Զարգացած պետությունը արտադրում է ուժ, տնտեսական, ռազմական, մտավոր, մշակութային, ժողովրդագրական։ Զարգացած երկրում դպրոցը կերտում է մտածողություն, համասարանը գիտություն, մշակույթը ինքնություն, իսկ պետությունը ապագա։ Սրանցից որն ես անում արա։
ինչա մշակույթն է զարգացած, հələ ցույց տուր ժամանակակից արվեստի մեջ հայ ինքնություն պահող ու կերտող գոնե մի հատ տար հանրային սևակի աղավաղված արձաննա թե մելի մասին նկարածդ կինոն արա թե քո համար զարգացվածությունա երբ մշակույթը տուպը զվարճանքի ֆոն է հələ սերիալներդ նայի կոնկրետ ինչն ես էլի համարում զարգացած կրճատածդ բանակը թե Արցախի կորուստը թե վարածդ քաղաքականությունն է զարգացած որ հասարակությանը առաջ տանելու փոխարեն անկայուն քացի նման մի օրակարգից մյուսն է թռնում թե ներգաղթի փոխարեն մեծ արտագաղթն ես համարում բան զարգացվածություն Արա 130 գյուղ Հայաստանում բնակչություն չունի, 0 մարդ է ապրում։ Դեգրադացումից այդ անկենսունակ են դառը գյուղերը, էտա զարգացած։ Դու ինչ ես ծխում ընդհանրապես։ Քո ու քեզ ծապտվողների պատճառով այսօր Հայաստանն ունի ինստիտուցիոնալ քայքայում, ոչ թե պետական շարունակականություն, ունի գաղափարական վակուում, ոչ թե ազգային ծրագիր։ Մենք չունենք արտադրական ողնաշար, ունենք մենակ սպառման կախվածություն, ունենք ինստիտուտների ձև, բայց ոչ դրանց բովանդակությունը, ունենք պետության տեսք, բայց ոչ պետական կամք, ու հազիվել քո ուղեղը հերիքի, որ այս դեգրադացիայի սահմանումն ու դեպի ներքին քայքայում տանող ընթացքը անվանես զարգացում, քեզ ծապտվողների ուղեղն էլ հազիվ ասածներդ վերցնի հիմք, ու այնքան մտավոր քորելն են, որ ոչ թե մենակ չնկատեն, այլ չզգանել, որ ասածների ֆոնին իրանք ընդամենը քրքաշ ապրում են, դու էլ այդ ամեն ինչը հպարտությամբ անվանում ես ձեռք բերում, այն որ յախք արա, քաղքենիներից բռոդ, հիմա հաջորդը Զարգացած կայուն պետությունը այնա, որտեղ ապագան կանխատեսելի է, որտեղ իշխանությունը չի փոխում խաղի կանոնները ըստ պահի, որտեղ սահմանները քաղաքական առևտրի թեմա չեն, որտեղ հասարակությունը չի ապրում մշտական ներվային ցնցման մեջ, ինչը տա կայուն արա Գնալովի գալովի ուղեղդ թե սննդի թանկացումը, որ մարդիկ հազիվ ծերծերին ապրում են, ցույց տուր մեկին, որ պարտքերի մեջ խրված չի, ինչն է կայուն արա Սկի քո խոսքը կայունություն չունի, երեկվա ասածդ այսօր փոխում ես, այսօրվա ասածիցդ էլ վաղը հրաժարվում ես, քո ղեկավարած երկիրը ոնց կարա կայուն լինի։ Քո մենակ գոյությանդ պատճառով այսօր Հայաստանն ունի քաղաքական ճգնաժամի մշտական ռեժիմ, անվստահություն ներսում, անորոշություն դրսում ու քո ու կուսակցությանդ դեմքով ունի մի հատ իշխանություն, որը կառավարում է ոչ թե ռազմավարությամբ, այլ էժան ֆեյսբուքյան արձագանքներով կայուն պետությունը չի ապրում օրորի, կայուն պետությունը ունի երկար հիշողություն ու ապագայի համար երկար ժամանակահատվածով նպատակ կայուն երկրում սահմանները չեն դառնում բանակցային մանրադրամ կայուն երկրում հասարակությունը չի ապրում մշտական հոգեբանական ճնշման տակ ու ատելության մթնոլորտում Այսօր Հայաստանը ապրում է քաղաքական ցնցման մշտական վիճակում, ամեն օրը նոր ճգնաժամ, ամեն շաբաթը նոր հակասություն ու ամեն հաջորդ ամիսը նոր նահանջ։ Ու քո ուղեղը հազիվել այս կախվածության ու խոցելիության վիճակը, այս որպես իշխանության մեթոդ կառավարվող անկայունությունը անվանի ու համարի կայունություն, քո այդ մասան էլ քեզ էշեշ ծապտա։ Հիմա հաջորդը։ Անվտանգ Չէ, եսի հաստատ մի բանի տակ է Արա Ալիևը ամեն օր խոսում է արևմտյան Ադրբեջանից ամեն օր ասում է մի հատ բանակաշինության տար տենամ Հայաստանի որ խորության վրա էլ ըլնի խփելու եմ ու ոչնչացնեմ թրջված մկան նման ծպտունը դուրս չգալի արա ինչն է անվտանգ Խաղաղ պայմաններում այսքան տարվա մեջ պարբերաբար սպանվող զինվորներն են անվտանգությանը հաստատումը հա Անվտանգ պետությունը այնա, որի թշնամին ռիսկերն է հաշվարկում, ոչ թե վրեդ խնչած ունենալով ամեն օր սպառնալիք պարունակող հրապարակային հայտարարությունները անում։ Անվտանգ պետությունը այնա, որի բանակը զարգանում է, ոչ թե կրճատվում, որի պաշտպանական քաղաքականությունը գաղտնիք է, ոչ թե բանակցային զիջման նյութ։ Ու վերջապես անվտանգ պետությունը ճանաչվում է ոչ թե քո անհիմն ու անպատասխանատու բարբաջանքով, այլ թշնամու պահվածքով։ Հələ նայ ոնց է Ալիևը ամեն օր իր հայտարարություններով խոռոպում վրեդ։ Էտա անվտանգդ, բա ուր են այդ անվտանգային դիրքիցդ ելնելով
պատասխաններդ Ալիևին չկան, որովհետև դու չունես այդ անվտանգային դիրքդ, քո անվտանգությունը մենակ լոլոներիդ մեջ է, մեկ էլ այդ լոլոներիդ համար քեզ ծապ տվողներիդ տագետ ուղեղի, ուրիշ ինչ անվտանգություն ունես դու։ Երբ թշնամին հրապարակավ սպառնում է, երբ թշնամին չի զգում իր ասածների գինը, իր խոսքերի համար ոչ թե մենակ բերանին չի ուտում, այլ անգամ մի հատ հակադարձ բանավոր պատասխան չի ստանում պետական մակարդակով, երբ սպառնալիքը դառնում է սովորական ֆոն, այդ նշանակում է մի բան, որ այսօր Հայաստանի անվտանգության միջավայրը ձևավորվում է դրսից, ոչ թե Երևանում ու ոչ հայկական շահերից, ոչ հայկական ուժի հաշվարկով, ու մենակ դեգեներատը կարա այս զսպման բացակայությունն ու խոցելիությունը անվանի ու համարի անվտանգություն, ու այս ամեն ինչի ֆոնին ինքը իրան խափի, որ ունի միջազգային հարգանք, այդ է ասում։ Միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, Արա, միջազգային հեղինակությունը նվեր չի, այդ հեղինակությունը վաստակում են ուժով, հետևողականությամբ ու կարմիր գծերով։ Միջազգային հեղինակությունը չափվում է ոչ թե քո դեբիլ ժպիտներով, այլ հաշվառմամբ։ Քեզ հարգում են, երբ քո շահերը հաշվի են առնում, քեզ վախում են շրջանցեն, երբ քո պետությունը ունի կամք, քեզ լսում են, երբ քո կարմիր գծերը իրական են ու երբ քո այոն կամ ոչը արժեք ունեն։ Ինչը դες անվանում հեղինակություն, այն որ Ալիևն ու Էրդողանը աշխարհի աչքի առաջ ամեն հարմար առիթով ղժում են վրեդ, որ Լուկաշենկոն թրաշվելու հետ կապված բոցեր անում վրեդ, որ Ռուսաստանի հաղորդավարները ամեն օր ինքնասիրության դվերով գնում գալիս են, թե որ ուրախանում ես, երբ Տրամպը քեզ հազիվ տեղն է բերում, այն որ սկի չի էլ կարում նորմալ հիշի, որ Ալբանիա չի արա, Արմենիա է, կոնկրետ որտեղ ես էլի այդ հեղինակությունը զգացել, թե քո համար արդեն հեղինակությունն է, որ հետդ կալանք կարողների կամ երրորդ մասի հարևաններիդ փոխարեն արդեն երկրի նախագահներն են վրեդ ղժում, հա այդ է ձեռք բերումը, որ արդեն մասշտաբները մեծ են էլի, հա, որ սովորական մարդիկ չեն վրեդ ղժացողները, այլ արդեն նախագահները, հա, բաս արա, այդ է հեղինակություն ունենալու չափանիշը, արա սրան իրանց առաջնորդ կամ ղեկավար ճանաչողները, լավ դուք ոնց եք ձեզ հետո ներելու, որ սրան ձեր ճակատագրի որոշող եք ընտրել ու մի հատ էլ հիանում եք սրանով, արա ախր երբ դու բիզնես ես կառուցում մի պետության հետ, որը բացահայտ խոսում է քո տարածքի նկատմամբ հավակնություններից, երբ չակերտավոր խաղաղությունը ներկայացվում է առանց անվտանգային երաշխիքի, երբ արժանապատվությունը փոխարինվում է հարմարվողականությամբ, երբ ազգի արժանապատվությունն էլ ներկայացվում է որպես խոչընդոտ, այսինքն այն որ պետք են անինքնասեր տրապկեք, որ խաղաղ ապրենք, արա այդ հեղինակություն չի, այդ ինքնարժե զրկումը միջազգային հարթակում, այդ պետական ինքնագին ու արժանապատվություն իջացնելու ու գցելու process-ը, ես չգիտեմ էլի։ Բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ, ամենամեծ դրանց մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Հիմա ինչ վերաբերվում է կոնկրետ ադրբեջանական բենզինին, խնդիրը ստեղ վառելիքը չի, խնդիրը սիմվոլիկան է, որովհետև պետությունները ապրում են ոչ միայն տնտեսությամբ, այլ իմաստներով։ Եռաբլուրը սակարկության տարածք չի, եռաբլուրը հիշեցում է, որ այս պետությունը գոյություն ունի զոհաբերության գնով։ Երբ այդ հիշողությունը փորձ է արվում փոխարինել էժանության, տրամաբանությամբ, այդ արդեն տնտեսական որոշում չի, այդ արժեքային կապիտուլյացիա է։ Ոչ մեկ չի ասում, որ պետությունը չպետք է հաշվարկ անի, բայց պետությունը, որը հաշվարկում է առանց հիշողության, վերջում կորցնում է համ հաշվարկը, համ պետությունը։ Ու հիմա կոնկրետ նրանց մասին, ովքեր օգտվում են այդ բենզինից ու ասում են քաղաքականություն չի էսի ուղղակի էժանա օգտվում ենք։ Ես ասացի, չէ, վիդեոյի սկզբից, որ մինչև վիդեոն նկարելը ինչ ասել եմ դրանց, որ հիմա էմոցիոնալ դաշտս համեմատաբար հանգիստ լինի ու խոսամ մենակ բովանդակային։ Ուրեմն նայեք, անինքնասեր մարդը այն չի, ով վատ մարդ է։ Անինքնասերը այն է, ով իր հարմարությունը բարձր է դասում հավաքական հիշողությունից, զոհաբերությունից ու արժանապատվությունից։ Երբ մարդը գիտակցում է, որ տվյալ ապրանքը գալիս է մի պետությունից, որը դեռ երեկ սպանում էր մեր տղեկին, որը այսօր դեռ սպառնում է, ու վաղը բացահայտ հայտարարում է քո հողի նկատմամբ հավակնություն, ու մեկը ասում է ինձ դա չի վերաբերվում,
Այդ պահին ինքը կատարում է գիտակցված ընտրություն ու այդ ընտրությունը կոչվում է ոչ թե տնտեսություն կամ տնտեսական մտածելակերպ, այլ ինքնահրաժարում քաղաքացիական պատասխանատվությունից, ազգային մտքի մերժում ու դրանց նմանները մեր իշխանության գալուց պատժվելու են որպես ազգայինը մերժող հավաքական արժեհամակարգը արհամարող ու պետական դավաճաններ։ Պետությունները գոյատևում են, երբ իր քաղաքացիները հասկանում են մի պարզ բան. կան իրավիճակներ, երբ էժանությունը ավելի թանկ է նստում, իսկ չեզոքությունը, այսինքն անտարբերությունն ու անմասնակից լինելը, դառնում է հստակ կողմնորոշում թշնամու օգտին։ Ոչ մեկ չի պարտադրում հերոսություն, բայց կա նվազագույն սահման, որից այն կողմ սկսվում է արժեքների քայքայումը, երբ մարդը չի պատրաստվում անգամ սիմվոլիկ հրաժարում անել հանուն ընդհանուր արժանապատվության, ինքը փաստացի ասում է, որ իր հարմարավետությունը ավելի կարևոր է, քան իր պետականության արժանապատվությունն ու ազգային հիշողությունը։ Էս էլ կա հենց անինքնասիրության էություն։ Դե հիմա հայր ջան, դուք պատկերացրեք, թե ինչ է ալնելու նմանների հետ, երբ մենք գանք իշխանության։ Մենք պատրաստվում ենք հզորացնել ու ծաղկացնենք մեր երկիրը, ու ձեզ ինչ է թվում, մեր պետականության ու ազգային արժեքների վրա թքած ունեցող այս բիոզանգվածը պետք է վայելի այդ Հայաստանը։ Մեր օրոք Հայաստանը չի լինելու ստամոքսային մտածողությամբ բիոթափոնների համար հարմարավետ։ Մեր կառուցած Հայաստանը ելնելու է մենակ ազգային արժեքները հասկացող, պետականամետ, պետական մտածողություն ունեցող, հայրենիքը միշտ ու ամեն առումով պաշտպանելու, զարգացնելու ու ծաղկացնելու պատրաստ իրական հայերի համար։ Որովհետև պատերազմները պարտվում են ոչ միայն ճակատում, այլ այն պահից, երբ հասարակությունը սովորում է ապրել առանց ներքին սահմանների։ Ու այ եռաբլուրի տղեկի անվան տակ ազեր բենզինից օգտվող քնձխներ նահատակներին հարգում են ոչ թե խոսքերով, այլ արժանապատիվ ու հզոր պետություն կառուցելով, որը արժանի է նրանց զոհաբերությանը։ Եռաբլուրի տղեկին հարգում են իրանց համար վրեժ լուծելով, ոչ թե իրանց ընդեղ պարկասնողների առաջ խոնարհվելով ու դրանց ձեռը սխմելով։ Ու այսքանը հասկանալու համար ուղակի պետքա բնությունից տրված իծնե ինքնասիրության գիտակցում, որը ձեր մոտ 0 է, որովհետև ինքնասիրությունը չեն հասկանում, ինքնասիրությունը զգում են, դրանով ապրում են։ Ու այս խոսքերը, այս ամեն ինչը մեկը ձեր վրա ազդող չի, ոչինչ։ Կգա ժամանակ այս ամեն ինչը ձեզ նենց կբացատրվի, որ հաստատ ձեզ քիչ չի թվա։ Համբերեք։ Ու վերջում իմ հարազատ ու իրական հայերին նորից կասեմ, որ կա մի ելք ու դա վերածննդի շարժումն է։ Եթե իրոք ուզում եք արժանապատիվ Հայաստան, ապա մոռացեք ընտրությունների թույլատրումը, մենակ վերածննդի շարժում ու առաջ Աստված, միայն լույսի բանակ ու ուրիշ ոչ մի բան։ Լավ մնաք ու թող Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով, ճշմարտությամբ ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։